Ուղիղ եթերում մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Սուրեն Սուրենյանցը։ Բարև ձեզ, պարոն Սուրենյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Հայաստանի Հանրապետությունը վերածվել է մի մեծ դատարանի, ամեն օր հրահոսը հագեցված է նրանով, այստեղ կալանավորում են Գագիկ Ծառուկյանին, այնտեղ դատում են, շարունակում են դատը Արմեն Աշոտյանի, Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ այսպես շարունակ, ահա թե ինչի է վերածել, շատ տարօրինակ է, որ այսպես եղավ, այսինքն տարօրինակ էր այն իմաստով, որ եթե իսկապես դու արդեն քիչ թե շատ առավելություն ունես ընտրություններում եւ կարող ես ընտրվել վարչապետ, թվում էր թե պիտի հանգստանա։ Մենք տեսանք, թե ինչ խայտարակ կեղծիքներ հրապարակ եկան, ինչ զեղծարարություններ, իհարկե ինքը քանի որ շատ ճարտար է եւ կարողացավ այդ կեղծիքի կոստյումը հագցնել ընդդիմությանը, փոխանակ ընդդիմությունը ամեն օր բարձրաձայներ եւ բղավեր դրա մասին, այնուամենայնիվ այս ամենով հանդերձ այս անձը չի հանգստանում, պարզ է դառնում, որ ինքը դեռ մեծ անելիք ունի։ Իմիջիայլոց ես այսօր եմ ասել 3 չառաջ օրը եւ ուզում եմ նորից կրկնել, պարոն Սուրենյանց, այն որ շատերն ասում են, որ Գագիկ Ծառուկյանը չգիտեմ ինչ էր ասել վանդակների հետ կապված, դրա համար ինքը զարուրելի տեսարանը պարտադրեց, որ կայանա եւ ինքը նկարանեն եւ դա տարածեն։ Չէ, դա դրանով չէր պայմանավորված։ Եթե հիշում եք, ինքը 1 տարի առաջ նույն հրահանգներ տվեց Սամվել Կարապետյանի հետ կապված, իսկ եթե մի քիչ հետ գնանք եւ 18 թվականին ենք մեկ նմանատիպ տեսարանների հանդիպել եւ 19 թվականին եւ 20 թվականին, սա գործելավոճ է, սա ձեռագիր է մարդկանց կայացած մարդկանց ազդեցիկ մարդկանց հնարավորինս նվաստացնել, ստորացնել եւ վախի մթնոլորտ ապահովել եւ իրենց համար եւ ընդհանրապես հանրության համար եւ չի բացառվում նաեւ տերերի, որ տեսեք ես ինչպիսի ջանասիրությամբ եմ ձեր բոլոր հրահանգները կատարում։ Այսպես շատ դատական բանի է վերածվել, բայց ողբերգությունը մեծ, ողբերգությունը շարունակվում է ինչով, որ Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպանը կդիմի մի է, 19 գերիների դատավճիռները Բաքվում մերժում է տրամադրել։ Մեր այսօրվա իշխանությունները, մենք շատ ենք ասել, որ մեր իշխանություններ, այսինքն մենք կոնե շատերն են դրա մասին ասել, որ անգամ եղել են գործիչներ, որ ասել են մենք պնդում ենք, որ Նիկոլ Փաշինյանն է ինֆորմացված եղել, ինքն է հանձնել այդ գերիներին եւ ինքը ոչինչ չի անում, որ վերադառնա, փաստորեն դա հաստատվում է, եթե ինչ-որ բան արվեր, ապա ինչ-որ արդյունք կարձանագրվեր, ընդհակառակ մենք տեսնում ենք, որ մեր Բաքվի բանտում գտնվող մեր գերիների գործը հնարավորինս փակուղի է գնում եւ այս անձանց խոշտանգումը շարունակվում է։ Մեր երեսին ուղակի շպրտում են, եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում եւ շահագրգիռ չեն ձեր վերադարձով, ինչ եք ուզում միջազգային դատարաններից։ Դավիթ Իշխանյանը ձայնագրություն է ուղարկել Բաքվի բանտից, այսինքն իրենք էլ դուք պատկերացնում եք ինչ վիճակ է, որ անգամ Բաքվում իրենք մեր թշնամիներն են գերիներին նման բան ասում, որ ձեր իշխանությունները ոչինչ չեն անում, այսինքն գալիս եւ հաստատվում է այն, որ եթե անգամ մասնակցություն չեն ունեցել, համենայն դեպս իրենք բացարձակ շահագրգիռ չեն, որ այդ անձին ազատության մեջ հայտնվեն։ Ահա այսպիսի ողբերգություն է, շարունակվում են մեր մեծ երևելի հայերը, մեծ բարերարություն եւ բարեգործություն արած հայերը եւ գործիչները մնալ Բաքվի բանտում եւ այստեղ էլ շարունակվում են բանտերն ու կալանավայրերը լցվել մեր մեծ բարերարներով եւ գործիչներով։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը, սրա հետ կապված գիտեք, որ հիմա շատ կիրառելի է սա դարձել, իմիջիայլոց դրա մասին չենք խոսել, պարոն Սուրենյանց, հիշում եք, որ մեղադրյալ կասկածյալ կար, որ Փարաքյարի թաղապետի, համայնքապետի թաղապետի սպանությամբ կասկածյալին ինչպես տարան, ինչպես հանգիստ ուղեկցում էին, փաստորեն իրենք մարդասպանների կասկածյալի նկատմամբ, մարդասպանության մեջ մեղադրվող կասկածյալի նկատմամբ Նիկոլը եւ իր թիմը եւ ահացել շատ ավելի բարեգութ են, կան այն անձի նկատմամբ, որ արել է միլիոնավոր ահռելի բարեգործություն եւ հատկապես դրա մասին պիտի շատ խոսի Գագիկ Ծառուկյանի հետ կապված սպորտում ունեցել է երկրորդ անձը չկա Հայաստանում, որ այդպիսի մեծ
ներդրում ունի սպորտի ասպարեզում, ինչպես Գագիկ Ծառուկյանը։ Գիտեք, այն ոլորտներում, որտեղ որ ինքնին թվերն են խոսում դրա մասին կամ մեդալներն են խոսում կամ հաջողությունը, դա փաստ է։ Ու չես կարող ասել մեծ բան խոսես, սովորաբար ասում են փաստ։ Փաստը այն մեծ հաջողություններն են արձանագրված եւ մրցանակներն են, որ անկախ ամեն ինչից ով է եղել իշխանության, ինչ է եղել, ինչպիսի հարաբերություններ են եղել։ Իսկ գիտեք, որ Գագիկ Ծառուկյանը այսօր չի որ քաղաքական դաշտում հայտ է ներկայացրել, շատ վաղուց է հայտ ներկայացրել եւ բավականին, այսպես կնճռոտ հարցեր են ունեցել եւ նախկին իշխանությունների եւ այս իշխանությունների հետ կապված, բայց դա չի խանգարել, որտեւ ակնհայտ է դարձել, որ Գագիկ Ծառուկյանի համար ամենայն դեպս դա պատվախնդրության հարց է։ Երեք հայտնի դարձավ, որ նաև նախկին մեր գործընկեր Արեգնազ Մանուկյանը մարդ, որ նաև քաղաքականության մեջ մտավ, Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ է, Մայր Հայաստան կուսակցության ներկայացուցիչ է, շատ ակտիվ, դրանից առաջ ինքը Հայաստան դաշինքով падգամավոր էր ընտրվել, Փայլուն գործունեություն ծավալեց որպես падգամավոր, հետո նաև Մայր Հայաստանով, նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ։ Սրա մասին շատ է խոսվել, որ Նիկոլը փորձեց դեռ վաղուց 3 առաջ օրվանից տարածել այն, որ ռուսները մեր նկատմամբ հիբրիդային պատերազմ են անում, սրանով իսկ հաճոյանալով եւ արևմուտքին, եւ նաեւ ասելով, եւ նաեւ մեր հանրությանը կերակրելով, եւ նաեւ արևմուտքին ասելով, տեսեք, ես ինչ պայքարի մեջ եմ, օգնեք ինձ։ Մոտավորապես Զելենսկու բանն է, Զելենսկին ինչ է ասում, անդադ ասում ես արևմուտքի հետ, բան, ես ռուսների հետ կռվի մեջ եմ, չէ՞։ Դուք ինձ պետք է օգնեք, որովհետև այսպես։ Հիմա նույն ինքը ասում է, ես ռուսների հետ կռվի մեջ եմ։ Իհարկե, եթե այնտեղ շատ ռեալ է, իրական է ռումբերը պայթում են, այստեղ ոնց որ թե այդպիսի բան չկա, որտեվ ինքը իրականում այն որ մեր ինքնիշխանության դեմ ոտնձգություն էին անում, այդ Թուրքիան է, Ադրբեջանն է, հավաքական արևմուտքը, Թրամփը, որովհետև իրենց նկարտումների մասին եւ իրենց ցանկությունների մասին եւ ծրագրերի մասին ոնց որ թե շատ բացահայտ են խոսում եւ բոլոր այդ ծրագրերը այս կամ այն կերպ շոշափում են եւ հարվածում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, բայց դրա մասին չգիտես ինչի ինքը չի խոսում, ինքը հասկանում է ինչ անում, ինքը այսօր խնդիր ունի Ռուսաստանի դեմ եւ ինչու է սա ասացի, որովհետեւ այդ գործը ես պիտի խնդրեմ հիմա մեկ անգամ եւս հնչեցնեն Գեղամ Մանուկյանի խոսքերը, կարծում եմ պարոն Սուրենյանցը չի հասցրել լսել, Գեղամ Մանուկյանը շատ մանրամասն ներկայացնում է, ուրեմն դուք գիտեք, որ ընտրություններից առաջ նախ ասեմ, որ այնտեղ որտեղ որ կա ինտելեկտ, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը պարտվում է իր սերնդակից ինտելեկտուալների հետ, Արմեն Աշոտյանի եւ կարող ենք հստակ ասել Անդրանիկ Թևանյանի հետ ինքը պարտվել է, որտեվ գիտենք, որ Անդրանիկ Թևանյանը նախընտրական փուլում ընդամենը մի քանի օր մտավ մրցապայքարի մեջ եւ ինչպես էր ջախում կամ սյուները քանդում ԿՊ-ի մերկացնելով, ասելով, որ սրանք Թուրքիայի ամենակոշտ կեղտոտ գործիքն է եւ նպատակն է, որպեսզի հիմնարար ոչնչացնեն Հայաստանը եւ բերեն 4-րդ պատերազմը, դրանով իսկ ոչնչացնեն հայությունը այստեղ եւ Հայաստանի Հանրապետությունը, բայց դա այնպես բազային եւ հիմնավոր ու խորքային էր ներկայացնում, որ փոխանակ դրա պատասխանը տար բանավեճի մտներ կամ բան, ինքը քանի որ այդտեղ ինտելեկտուալ առումով շատ թույլ եւ տկար է Նիկոլը իր մրցակիցներուն, ինքը որոշեց այս ճանապարհը Անդրանիկ Թևանյանի հետ եւ այդ կեղծ շինծու բանը տարածեցին Անդրանիկ Թևանյանի վրա։ Մենք նախնական զրույցում խոսում ենք ինչու Արեգնազ Մանուկյանին ներգրավեց սրա մեջ, շատ ճիշտ դիտարկում արեց, պիտի պարոն Սուրենյանց խնդրեմ, որ մի փոքր ավելի բացեք, բայց մինչ այդ հետաքրքիր է շատ կարճ, մի քանի րոպե լսենք Գեղամ Մանուկյանին։ Թևանյանը ինչ որ ներկայացնում է, ես այդ խորհրդարանում եմ եղել, ներկայացնում են ինֆորմացիաներին փոխանցել տեղեկություններ ազգային ժողովի փակ նիստի, ես այդ նիստի մասնակից եմ եղել, դեռ ավելի մենք ենք նախաձեռնել այդ նիստը, մենք ենք պահանջում, որ բաց նիստում այդ քննարկումը լինի, քաղաքացիական պայմանագիրը քննարկել, որ փակ պետք է լինի։ Հետաքրքրության համար ես որ հիշում եմ այդ նիստը, որտեղ դուրս ենք եկել, ասում ենք որևէ գաղտնի բան չեն ասել։ Այդ նիստից կես ժամ հետո հայտարարությունների ժամին 3 րոպեանոց ելույթումս կետ ասել եմ այդ նիստում ինչ եղավ, ասել եմ ժողովուրդ ջան, ոչ մի գաղտնի բան չի եղել, հիմա Անդրանիկ Թևանյանին հայրենիքի դավաճանությունում պահում են Արարատում 2 սրանով։
պատկերացնում եք, այսինքն ընդդիմության պահանջով նիստ է հրավիրվել, փակ նիստ է հրավիրվել, որից հետո ասում է ոչ մի արտարոց բան չեղե, ավելին կետ առ կետ Գեղամ դուրս է եկել, ներկայացրել է դա, հիմա չգիտես ինչու պարզվում է, որ այն ինչ որ այդտեղ ներկայացվել է, Արեգնազ Մանուկյանը փոխանցել է Անդրանիկ Թևանյանին, իսկ Անդրանիկ Թևանյանը փոխանցել է այլ երկրներին։ Խնդրեմ։ Տեսեք, ես ինքս, երբ որ Անդրանիկ Թևանյանին էին ձերբակալել, շատ հեշտ որոնողական ծրագրերի միջոցով այդ նիստի օրերի մասին պատմող բոլոր մամուլի նյութերը ես ինքս անձամբ ուսումնասիրել եմ, ես եւ Գեղամ Մանուկյանի այս դիրքորոշմանը ծանոթ էի, որ այդ նիստում արտարոց ոչինչ չի քննարկվել, բացի այն, որ թերևս ինչ-որ մի քիչ անկեղծ են եղել իշխանության ներկայացուցիչները, դրանից ավելի ոչինչ չի քննարկվել եւ հետեւաբար չէր կարող գաղտնի ինչ-որ բան փոխանցվել, չեղած գաղտնի բան փոխանցվել Անդրանիկ Թևանյանին, որն էլ իր հերթին պիտի փոխանցեր դա ռուսներին։ Սա մեկ։ Երկրորդը մտքից տկար պիտի լինել, որպեսզի չպատկերացնել, որ աշխարհաքաղաքական ռեսուրսակիր կենտրոնները այնպիսիք ինչպիսին Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն են, իրենց ցանկացած ինֆորմացիա կարող են ուղղակի ստանալ, այսինքն Հայաստանը այն սուբյեկտությունն ու ռեսուրսը չունի, որ կարողանա այդ գերտերություններից ինչ-որ թաքուն բան անել կամ գաղտնիք ունենալ, այս նույնիսկ ծիծաղելի է, էլի, որ մի հատ էլ տենց փնթի ձևով փորձային նյութ ստանալ։ Երրորդը ակնհայտ էր, որ եթե 2024 թվի իրադարձության մասին էր խոսքը, ինչի դա պահեցին, այսինքն ստացվում է իշխանության տրամաբանությամբ, որ իրենք լրտես են 2 տարի հանդուրժել, թողել են այդ լրտեսը անկաշկանդ գործի, էլի լրտեսություն անի փաստորեն, հայտարարություններ անի, 2 տարի անգործություն են արել, հենց այսինքն ակնհայտ է, չէ, որ եթե Անդրանիկ Թևանյանը ակտիվություն չցուցաբերեր այդ ընտրական փուլում, այդ չեղած մեղադրանքը, այո, չկար ոչ մի բան եւ չեղած մեղադրանքը չէին էլ առաջադրի։ Հիմա այն տպավորությամբ իրենք ուզում են ցույց տան, որ Բարգավաճ Հայաստանի ցուցանակի տակ գործել է ինչ-որ խումբ, որ արտաքին կառավարում է իրականա, ակնհայտորեն դա են ուզում ցույց տան։ Դրա համար են էլի խմբի իմիտացիա ստեղծում այդ Արեգնաս Մանուկյանը հենց դրա համար է կալանավորում, չեմ էլ բացառում այլ ձերբակալություններ ու կալանավորումները, լինի հենց չեղած, փչած, փուչիկ գործը սենց սարքում են, իմիտացնում են, որ մի հատ խումբ է աշխատել, որ սա պատահականություն չի եւ այլն, բայց ակնհայտորեն իշխանության մտադրությունը կարդացվում է շատ հեշտ։ Մյուս կողմից ես ասում եմ, այս ձևով Նիկոլ Փաշինյանը փորձում է արևմուտքի խրախուսանքին արժանանալ, մյուս կողմից էլ ինչքան հնարավոր է փորձում է գլխատել ընդդիմությանը, որպեսզի ռուսներին ասի, որ միևնույնն է իմ հետ պիտի խոսակ, որտեվ այլ ուժ չկա, այս ամեն ինչը այսինքն իրար հակասական, բայց իր շահերին սպասարկող մի հատ ինչ-որ տրամաբանություն է գեներացնում կամ օրակարգ է գեներացնում։ Հիմա ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանը երկրի ստրատեգիական կուրսը փոխում է եւ դա իր համար դա քաղաքական ինքնությունն է իր ստրատեգիական կուրսը փոփոխելը երկրի ինչքան էլ ինքը ռուսներին իր շահերից ելնելով փորձի մեղմել Ռուսաստանում նրանք էլ գուցե այլընտրանք չունենալով որտեվ միջև ականջները թաթախված են ուկրաինական պատերազմում գուցե ինչ-որ զիջումների գնան կամ համակեցվեն Փաշինյանի իշխանության հետ, բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Հիմա նստել եւ գիտեք հիմա ինչ-որ մեկին որ ձերբակալում են, էլ չարժի ընդհանրապես իրավական հիմքերին նայել։ Դժվար չէ ինչ-որ մարդուն համոզեն, ասեն գնա օրինակ Սուրենյանցի կամ Անժելայի կամ մի հատ մեկի վրա ցուցմունք տուր, այսինքն երբ որ մատնագրերի եւ բեսպրիձելի հիմքով են գործեր հարուցվում,
Օրինակ գիտեք, ես ընդհանրապես հետաքրքիր որ ասում են ինչի մեջ են Ծառուկյանին օրինակ մեղադրում, իրավական հիմքերից կարևորել չի։ Այդ նույնն է, ոնց որ հիմա մենք դնենք Ստալինյան ժամանակաշրջանի խոշտանգվածների, թիրախավորվածների գործերում իրավական ինչ-որ տրամաբանություն փնտրենք։ Անիմաստ գործ է, չէ, որովհետև եղել է ռեժիմ, թիրախավորել է կոնկրետ մարդը կա ինչ-որ հոդված կգտնվի անպայման։ Ասածս այդ տրամաբանության մեջ ամ։ Մարդը կա, հոդվածը կգտնվի։ Ստեղ էլ մարդը կա, հոդվածը կգտնվի։ Կամ նպատակ ունի Անդրանիկի այդ բանի չեղած գործի շուրջ խմբակային հանցագործության իմիտացիա ստեղծել է, այդ իմիտացիան կստեղծի, հետո ինչ-որ անչափահաս երեխա ունեցող կնոջ են կալանքի տանում, տեսակցության դոստուպը լրիվ փակելով, այսինքն այդ իրան այդ բաները չի հետաքրքրում։ Երեկվա իր ասուլիսը նայեք, ոմանք ոգևորված են, որ այդ ասուլիսում մեղմ ա եղել, ինչ-որ գորգրոշ չի արել, բան, հանգիստ ոչ։ Իսկ ինչի պիտի հիմա իրան պատեպատ տար, այդ ասուլիսում իրա ոչ մի տրամաբանություն էլ չի փոխել, էլի կուլակաթափության մասին էր խոսում, ասում էր Արարատ ցեմենտը, հեսա շատ շուտով, իմ ունեցած տեղեկությունով, իսկապես մի քանի օր հետո նույնիսկ ասում են ինչ-որ խլելու է։ Հա, գնել Սանոսյան կա, նշանակելու են ինչ-որ այդ բան, այդ ինչա կոչվում։ Այդ ինչ-որ Ռոմանոսին նշանակեցին ընդեղ են, պաշտոնն եմ մոռացել։ Պետության լիազոր ասենք, լավ։ Այսինքն կուլակաթափությունը անում է, էլի երեք խոսում էր, որ բոլորին պատժելու է, այս անելու, այն անելու, այսինքն մարդիկ չեն հասկանում, որ իր այդ հախուռն տոնը նույնիսկ իր PR-ի կամ վարքագծի իմիտացիա, այսինքն երբ որ պետք է ինչ-որ ինքը տենց տեսարաններ սարքի, դա է անում, երբ որ պետք է սառնասիրտ տոնով խոսի, դա է անում, հիմա որևէ մեկու հույս չունեն, հա, որ ինչ-որ բան է փոխվելու, ինքը մեղմացնելու է, չէ, ինքը այնքան արկածախնդրություն ունի, դա համարձակության հետ կապ չունի, որ կարող է Ռուսաստանի հետ հակադրության մեջ ստավկեքը բարձրացնել։ Այդ հակադրությունից շահում են մենակ մեր թշնամիները։ Շատ պարզ ախր ես մարդիկ, որ հələ իլյուզիաներ ունեն, մտածում են, չգիտեմ, այս կլինի, այն կլինի, ինքը ինչ-որ մեսիջներ կարող է բանը դրսերից հասկանա, ներսում ինչ-որ բաներ փոխի։ Ուրեմն, այս տիպի իշխանությունները մի հատ լեզու են հասկանում։ Երբ որ դու հասարակությունը ակտիվացնելով իրենց համար գլխացավանք կստեղծես։ Այդ ժամանակ, այո, իրենք կարող են նահանջել։ Օրինակ, ամիսներ առաջ էր, իմաստույգ ամիսը չեմ հիշում։ Հրոսակա խմբով գնաց, որ Մայրաթորը ասպատակի, այնտեղ դիմադրություն տեսավ եւ նահանջեց։ Ինքը շատ լավ հասկանում է, որտեղ դիմադրություն նահանջա, որ տակտիկական նահանջ։ Բայց այս տիպի իշխանությունը բանը միայն հասարակական դիմադրությունով կարող է ստոպել։ Ուրեմն ընդդիմությունը նոր ձևավորվող, չգիտեմ, ուժեղ Հայաստանը կլինի, Բարգավաճը, եթե մտածում են, որ որոշակի կոմպրոմիս կարող է լինել եւ իրենք ընդհանրապես բանտում չհայտնեն կամ ինչ որ մի բան ունենալ, չեմ ասում, քաղաքական գործունեություն ծավալ են, չարաչար սխալվում են, որտեվ այս մարդը ուղակի թույլ չի տալ։ Դուք տեսնում եք, նա ով որ իր դեմ առաջադրել է, ինքը համարվում է թշնամի։ Ով իր թեկնածությունը դրել է, ով առաջադրել է, ինքը համարվում է թշնամի։ Սկզբում միայն նախկիներով էր սահմանափակվում։ Հիմա հետո եկավ մի հատ կետի։ Չկապ չունի, ով։ Հետո մի հատ կետի եղավ, երբ որ արդեն իշխանության հայտներ դաժանորեն ճնշվում, հիմնադրությունների մասնակիցներն են թշնամի համարում, վաղը համարվելու են ազատ խոսք ասողները, որոնք նույնիսկ քաղաքական հայտ էլ չունեն։ Այո։ Նստած ինչ-որ կարծիք են հայտում, նստածյակ մարդիկ չէ կան, որոնք քաղաքական հայտ չեն ձևավորում։ Ադրբեջանացումը, որտեղ որ իսկապես բռնապետություն է վաղուց ավտորիտարը, դա մեզ սպառնում է, թե ես քիչ առաջ Տիկին Ադիբեկյանին հարցրեցի, ասում եմ, միշտ առաջ ասում էին, չէ, մենք ավելի բարձր գիտակցություն ունենք, չգիտեմ, սա ենք, էս ունենք, այն ունենք, թե ոչ մի տարբերություն, շատ նույն կերպով կհաջողի իրեն։ Ավտորիտար համակարգ պահելու ռեսուրս իհարկե Հայաստանը չունի այդ կարգի։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ
աշխարհակահաղական շահերով են շատ կենտրոնները առաջնորդվում եւ տեսնում ենք, որ ավտորիտար ռեժիմներ կան նաեւ այլ երկրներում, եթե արևմուտքին պետք է օրինակ տենց ռեժիմ անուժել, այդ երկու։ Երրորդ մեր հասարակությունը, ասենք կենտրոնասիական հասարակություններից, Ադրբեջանի հասարակությունից տարբեր է։ Հա, բայց այդ դիմադրություն չկա, հասարակության մեջ տեսնեք այդ տարբերությունը դրսևորվում էր, երբ որ մեր հասարակությունը դիմադրում էր։ Հիմա միջև այդ ասում էինք պարոն Սուրենյանց, նախկինները չգիտեմ խանգարում են էսեն, բայց տեսեք ինչքան նոր ուժեր եկան, փաստորեն մեր էլիտան դիմադրողական համակարգը շատ թույլ է կամ ընդհանրապես չի եղել, ձևավորված չի։ Ուզում եք շատ անկեղծ ասեմ։ Այո, նոր ուժեր կեկան, բայց եւ ոչ մեկի մտադրությունների անկեղծությունը կասկածի տակ էլ չեմ դնում բնականաբար։ Իսկ այսօր քաղաքական համակարգեր չկան։ Հա, նոր ուժա, շատ անկեղծ մտադրությամբ ինչ-որ բան փոխելու, բայց հասկանում եք, որպեսի հեղափոխական էներգիա է պետք առաջացնել, որ եկել է, չէ, Էդմոն Մարուկյանն առանձին ուժով մտավ, ասեց, sense պայքարում եմ, Թաթոյանը առանձին ուժով մտավ պայքարեց, Հայկ Մարուկյանը sense առանձին ուժով մտավ պայքարեց, եթե իշխանություն չունես, կարող ես պայքարել, եթե ունես ռեսուրս, եթե ռեսուրս չունես, չէ, եթե մտել էին այդպիսի պայքարի մեջ, ուրեմն ինչ-որ ռեսուրսներ ունեին, չէ։ Չէ։ Ոնց։ Թաթոյանը ռեսուրսներ, Հայկ Մարուկյանը ռեսուրսներ չուներ, սահմանափակ ուներ։ Էդմոն Մարուկյանը չուներ։ Մի րոպե մի հատ բան ասեմ, էլի, մենք մեզ չխափենք, ընտրություններում անկեղծ մտնում է պայքարի մեջ, ռեսուրսները հայտնվում են։ Դե հիմա ես ուրեմն մենք գիտեք, դե հիմա կարանք ամեն ինչ գցենք Նիկոլի երեշությունների վրա։ Ոչ, այդպես չի։ Այդպես չի։ Այդ հասարակությունը ճիշտ կանի, այդ վաղտասի вообще դուք ինչ եք անում, եթե Չէ, դա եմ ասում, եթե այդպես է, ավելի Հիմա տեսեք, ես ձեզ ասում եմ, արդյունավետ համակարգեր այս բանի չկան։ Նոր սաղմնային վիճակում է եւ պիտի փորձենք ձևավորել։ Հիմա խափեմ, ասեմ, բա որ կա, այս նվաստացումներից հետո ինչի՞ է սենց հանգիստ անդոր վիճակ երկրում։ Բա որ կա շատ արդյունավետ խոսույթ, ինչի՞ է ամեն ինչ էս վիճակում։ Տրամաբանական հարց է, եթե ավելի լավ չի, որ անկեղծ խոստովանենք, ասենք սիրելի ժողովուրդ, մենք անկեղծորեն գնում ենք կարճաժամկետ կտրվածքում սրան իշխանությունից հեռացնելու ամսի 7-ին չի հաջողվի։ Ցավոք սրտի այնքան ռազմավարական մտածողություն չենք ունեցել, որ պլան B-ի եւ G-ի մասին չենք մտածել։ Հիմա նոր մտնում ենք այդ ուղղությամբ, դա ավելի ճիշտ կլինի։ Այսինքն կամքը կա, ցանկությունը կա, բայց մենք չունենք այն ինֆրաստրուկտուրաները, պլան B, պլան G, հիմա նոր մտնում ենք այդ ուղղությամբ։ Այդ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկացել է, որ չունես վակուում կա, դրա համար էլ օգտագործում է եւ այսպես ուզում է հետևից գնում է։ Նա որ տեսեք, զարմանում են, ասում են, վայ, կինա ձերբակալվել։ Այսկապես այդ ադրբեջանականացման նշան է։ Այո, որտեվ Բաքվի բանտերում են։ Բայց մի բան ասեմ, հարգելի Անժելա։ Եվ որ նա տեսնում է, որ այդքան երկրի համար արած դրած հեղինակություն ունեցող, ընդ որում ոչ միայն Հայաստանում, միջազգային կապեր ունեցող, ռեսուրս ունեցող մարդուն, այդ կարգի նվաստացուցիչ պայմաններում կալանավորումա ու դիմադրություն չկա։ Ինչի՞ պիտի մի հատ էլ սահման չանցնի, կնոջ էլ չբռնի։ Մի հատ էլ սահման չանցնի, ինչ-որ բան, այսինքն այդ բանը հետևանքից ենք մենք բռնում։ Դե այսինքն մենք գալիս ենք դրան։ Իչե պատճառը չվերացնես։ Դե ուրեմն կամ հայտարարում ենք ընդհանրապես պայքար չկա։ Չէ, պիտի հայտարարենք։ Ճիշտ է, կամ պիտի ասենք Անժելա ջան, երկու ծայրահեղություն կա, որին ես դեմ եմ։ Մեկը հանձնվելուն եմ դեմ, միանգամից ասեմ։ Այն մյուս ծայրահեղությունն էլ է, որ սիրուն կոստյում շլվարը հագնվում ենք, փողկապավոր, սենց խորը իմաստուն դեմք ենք ընդունում, հայտնվում ենք եթերներում, ասում ենք ամեն ինչ շատ իդեալական ենք արել, հաղթելու ենք, այն հրեշը չթողեց։ Նախընտրության մտնելուց առաջ գիտենք ում հետ ենք մտնում մրցակցության մեջ, ճիշտ է։ Հետևաբար պիտի այդ բոլոր բանը մի տարի առաջ ռեպրեսիաները սկսվել է, ընտրության ժամանակ չսկսվավ։ Ընտրությունից հետո ընտրությունների ժամանակ կա ռեպրեսիա սկսվել։ Ոչ, ուղիղ մի տարի առաջ այս մարդը ասում եք ինչի, հələ տեսեք հատկապես, ինչի օրինակ հատկապես ինչի է հատկապես թիրախավորը եկեղեցուց բացի խոշոր կապիտալի երկու ներկայացուցիչ։
Շատ պարզ պատճառով։ Իրա վերահսկողությունից դուրս կապիտալը կենսական մահացու վտանգ է համարում։ Չէ, դու խլում ես մարդ, այս մարդը դա վերահսկողությունից դուրս է նշանակում է խլելու խնդիր է դնում։ Ինչի երկուսի մոտ էլ խլեց համակարգաստեղծ ձեռնարկությունները, հեց եւ Արարատ ցեմենտ։ Որտեվ համակարգաստեղծ բիզնեսը ուրիշ բան է, դա նաև մարդկանց ներառականությունն է ապահովում։ Դա ռեստորան չի էլի, որ Չէ, իհարկե ինքը այնտեղ ձախողելու է հեծում, այնտեղ մեծ խնդիրներ կան, մեծ վարկային ահռելի պարտավորվածություններ կան դրսի հետ, բաներ կան, այդ ինքը նույնը Արարատ ցեմենտում կա, այդպես չի որ դա ումից է որտեղից է դուրս Հարգելի Անժելա, այդ ձախողումը նստելու է հարկատուների վրա։ Նիկոլ Փաշինյանի հորտնից չեն գնալու այդ դուշտուգանքը անեն։ Այսինքն դա այդ մեզ չպիտի մի խիթարի եւ երկրորդը կա անդառնալի վնաս կատեգորիա, հասկացեցիք։ Այսինքն հետո բարոյապես կարող են համարել, որ ես ճիշտ եմ, օրինակ, ինչ-որ հարցում։ Նույնիսկ ինչ-որ կոմպենսացիա կարող են ինձ տալ։ Բայց եթե ես կայացած բիզնեսը արդեն կորցրել եմ, կամ անդառնալի վնաս ա եղել իմ առողջությանը, կամ անդառնալի ինչ-որ բան ա եղել, ումա պետք է այդ բանը կոմպենսացիան։ Հասկանում եք։ Հիմա սակարկում են, չէ՞, ասենք 600-700 միլիարդ թե միլիոն խառնեցի հեծի արժեքը մի խոսքով սակարկում են 5 միլիարդ դոլար է իրականում իրանք ավելի փոքր թիվ են գնում 5 միլիարդը գերազանցող հիշեցի ավելի փոքր թիվ են գերական հանրային շահի ճանաչում Արարատ ցեմենտի պարագայում նույն բանն են անելու Սմարտը գնում է շատ հստակ երկու բան գաղթի պլանել չի շատ պարզ ասում է Անդիմություն Հայաստանում չպետք է լինի Ընդհանրապես որևէ դիմացի որևէ բան չպետք է լինի Եվ պիտի կուլակաթափ լինեք որովհետև իր ներքին եւ արտաքին կուրատորները բացահայտել են իր համար իր իշխանության ամենաթույլ տեղը ասել են դու պիտի ստեղծես սեփական օլիգարխիա Սեփական Չէ, դուք սխալ եք, որտեվ ինքը ստեղ ուրիշ խնդիր ունի, դրանով չեն բավարարում։ Ինքը ձեռքի հետ էլ արդեն նախ ձեռքի հետ չի, արդեն մենք տեսել ենք այս ամբողջ իր գործունեության փուլում ինքը ինչ է արել, նախ բերել է 3 պատերազմ եւ Հայաստանի Հանրապետությունը Արցախը տվել է։ Դա առաջի կետով ասեցի։ Հայաստանից արդեն ինչ որ մի մաս չկա, հանձնվել է դա եւ ինքը դուք կարծում եք Արցվաշենը պատահական էր, որ խոսեց, այսինքն հող է նախապատրաստում ինչի համար Տիգրանաշենի եւ հաջորդի եթե Տիգրանաշենը կտրում են Սյունիքը տալու, եթե ամեն ինչ այդպես բան լիներ, հիմա ասեք մեր հետևորդներն կասեն, հա դե ինչա պատահի, դա ավելի լավ թող խլի, ավելի որտեվ դե չար են, չէ՞ մարդիկ, ավելի լավ թող խլի, բայց այդ խլելու տակին չէ Այդ արտաքին բաներ է։ Այս մարդիկ էլ կան, զարմացած, ասում են լավ այդ բիզնեսմեններից ինչ ուզում, հեսա կհանգստան, այս բացատրեմ ինչ ուզում։ Ուրեմն խոշոր կապիտալը, եթե մանավանդ քաղաքական հայտ է ներկայացրել, ասենք Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, հա։ Ինչով առանձնահատուկ։ Այդ մարդիկ ակամայից ներդրում են անում ազատ խոսքի, ազատ մտածողության Մարկանց միած շերտի վրա, որ քաղաքականություն է ստեղծում։ Այսինքն այս երկու մարկանց թիրախավորելով, ինքը հարյուրավոր մարկանց ակամայից բան է, մատում է պարապուրդի, չէ՞։ Տարական ռեսուրսներից կտրում է բազմաթիվ կառույցներ եւ այլն եւ այլն։ Իհարկե նաեւ այդ կառույցներով, այս տեղերով է, չէ՞, այդ նույն էլիտան ձևավորվում։ Իսկ էլիտա ի՞նչ է նշանակում։ Էլիտա նաեւ նշանակում է, որ ինքը իր անձնականից դուրս ինքը նաև մտածում է մյուսների մասին, չէ՞։ Որոշակի բան աշխատեց ինչի պիտի անի, նաև ձեր համար է։ Որոշակի միջավայր ունեցող մարդիկ են, որոնք արդեն համազգային նպատակների համար են աշխատում։ Այո, գեր նպատակներ ազգային, հիմա ուզում է այդ մարդկանց Ինչու, որովհետև հրապարակում Տիգրանաշենի, Սյունիքի, Սահմանադրության այս հումանիտար իրավունքի գրեգ շահագործման վերադարձի կոնցեպտը հիմա որ մեկ ասենք, ի վերջո չէ, բայց ավելի սարսափելի բան է այնքան։ Հայաստանը վերածում է հակառուսական պլազդարմի։ Այս ձեր նշածները շատ կարևոր են այդ իրեքը, որ նոր ասեցինք։ Բայց հավատացեք իրաց գլոբալ հետևանքով երկրի ստրատեգիական կուրսը փոխել ավելի վտանգավոր է, քան այս ձեր նշածները։ Հակառուսականությունը ուր բերեց Ուկրաինան, ընդ որում արդեն զգուշացնում են Ռուսաստանից։ Այնպես չի որ
ոնց որ նախկին տարիներ աչք են փակում։ Արդեն պարզ եւ բաց դրա մասին խոսում են։ Այսինքն մի կողմից կրակ ու հուր այնտեղ Թուրքիան, Ադրբեջանն որ խժռում են, բերելու են մյուս պատերազմը մեր գլխին, մյուս կողմից մի հատ դաշնակից ունենք, ում դարձնում է թշնամի, ում վրա է հույս դրել։ Շատ հետաքրքիր է։ Հույս դրել են իրենք շատ բարձր, չէ։ Ես մեր ժողովրդուն վրա է հույս դրել։ Էլիտային ոտքի տակա տալիս, տրորում է քո գործարարին, քո հակառուսականությամբ կարողացան չէ թունավորել այս ժողովուրդը։ Քո դաշնակցին թշնամի է դարձնում, այն մյուս հարևան ու բաներն է քո ողերիմ թշնամիներն են 3-4 առաջ օրը նորից գլխատում էին քո երեխաներին, քո զինվորներին։ Ում վրա է հույս դրել։ Երբ որ sense հրճվանքով մտածում են ինչ լավ է Սամվել Կարապետյանի դա երկարաձգեց կալանքի մեջ ապահում Գագիկ Ծառուկյանին ստորացնելով տարած, չէ թեպետ ինքը ցույց տվեց թե ինքը ինչքան իր ստորացման ցույց տվեց որ անդունդի եզրին է իր ստորացման աշճան։ Ուրեմն մեզ բոլորիս եթե նորմալ ընտանիքներում ենք դաստիարակվել մանկուց սովորացրել են երկու շատ կարևոր բան տղամարդկանց Մենակ թիկունքից արվածել չի կարելի ոտքին պարավանալ է չէ տես ոտքին գոտկատեղից ներքև արվածել չի կարելի Չէ ամենակարևորը այո ամենակարևորը եթե դու հարցակվում ես 3 հոգով մեկի վրա դա 3 հոգ սիրելի հետևորդներ եթե 3 հոգով ձեր որդին եւ ինչ որ երկուսը հարցակվել են մեկի վրա ով որ ասեն կարող է հպարտան ասի օրինակ իմ տղեն ես իմում հետ սրա վրա ուրեմն դու շակալ ես մեծացել այո դա 3 հոգով մեկի վրա գնալ դա կոչվում է շակալություն շան ծնունդություն ուրեմն իմացեք եթե այդպես մեկը կա գնում է ինքը իր համար թող իմանա ինքը շակալ է կամ դրա մաման իմանա որ ինքը շակալ է մեծացել այսինքն տեսեք ինչ է կատարվում տեսեք Հիմա մեր հասարակությանը փորձում են վարժեցնել ինչ-որ այդ ձեր ադրբեջանիզացիայի մասին հարցին ի պատասխան եմ ասում Մեր հասարակությանը փորձում են վարժեցնել ինչ-որ արժեքների ու կանոնների, որոնք մերը չեն Հիմա մենք մեծ ճակատագրական կռվի մեջ ենք Մեզ մոտ կանանց մի հատ դրվագ պատմեմ, որտեղ լավ բան հիշեցրեցիք ժամանակին, ուրեմն Համազգային թատրոնի ղեկավարը գիտեք բանը Սոս Սարգսյանը եւ նաեւ Գեղարի ինստիտուտի ռեկտորը այնտեղ ինչ որ չարաշահումների թեմա էր եղել եւ դա եկել կանգնել են կետի որտեղ որ հաշվապահն է եւ հաշվապահը կին էր ես հիշում եմ որ փոխանցեցի ասի որ Սոս Սարգսյանն ասել էր իմ վրայով ոչ մի բանով ես թույլ չեմ տալու ես պատրաստ եմ ինքս բայց չի կարող կին հայ կինը գնալ թույլ չեմ տալու որ իրեն կալանավորեն եւ այլն ինչ որ բաներ կամ իր վրա էր վերցրել կամ իր կին ինչ որ այդ կին ինչ որ բաներ խոստովանել այսինքն մեզ մոտ չկա չէ կնոջը տանել հիմա տեսեք ինքը Լիդիանին տարավ Տաթև Արցախցուն տարավ հիմա Արեգնան ուզում է ասել որ տեսեք սա կարող է ոնց որ Ադրբեջանում է ու դժբախտություն մի հատ բան ասեմ Նորմալացավ է երևույթը։ Չէ, չի նորմալացել։ Նորմալացել է, հասարակության մի զգալի մաս շատ ծանր տանում Լիդիանի կալանավորված լինելը։ Այն վաղ ասում եմ նորմալացավ, ինչի նկատի ունեմ, կամաց վարժվում Չէ, հիմա ինքը քանի որ շատ հարվածներ է տվել միանգամից, հələ դեռ շոկի մեջ են, ես վստահ եմ, որ շատ շուտով այդ արձագանքը ուրեմն եթե մենք չենք ուզում մեր հասարակության արժի համակարգը փոխվի, իսկ ինքը ամեն ինչ անում է, որ դրան հասնի։ Պետք է դերևս կորսված չի պահ մի քանի ամիս հետո աստված մի արասի կա կորսված պահի մասին խոսենք պիտի դիմադրության համակարգ ձևավորենք առանց քաղաքական դիմադրության մարդիկ հոգնում են մաշում են վերջում դե գիտեք առանձին պայքարել հնարավոր չի դե այստեղ խնդիրը միջև ընտրությունները ես ասում եմ նախ եւ առաջ բոլոր այդ ուժերը այդ տխմարությունն իրեն թույլ տվեց նաև Թաթոյանենց ուժներ դեն Հայկոյի մասին չեմ խոսում դա բան է սև ու սպիտակ բաժանած այդ մարդու մասին ինչ պիտի խոսեմ կամ մյուսները նախ պիտի ազատագրվել նախկիններ թեմայից որ Նիկոլը շատ լավ կերակրել է ես ասում եմ որ նիկոլականները նրա համար չի որ մյուսներին չեն ընտրում որտեղ նախկինների հարցը կա ոչ չկա այդ հարցը նախ սրանից պիտի ազատվել եւ հիշում եք
ընտրություններից առաջ Իշխան Սաղաթելյանը առաջարկեց, որ համատեղ ուժերով Գագիկ Ծառուկյանը ընդառաջ չգնաց, Սամվել Կարապետյանին ընդառաջ չգնացին, Թաթոյանը ընդառաջ չգնաց, տեղի չունեցավ դա։ Տեղի ա ունեցել իրենց կողմից մեծ սխալ եւ բաց թողում։ Լավ, դա տեղի չունեցավ։ Ընտրություններին կանգնած էիք դուք բոլորդ, Սահմանադրական դատարանի առջև պիտի այդ հարցը քննարկվեր։ Ասեցին, որ պիտի Սամվել Կարապետյանն ասեց, որ մենք պիտի ստեղծենք եւ քննարկենք։ Ես ինչքան հասկանում եմ, դա տեղի չունեցավ։ Երևի ամեն մեկը մտածել է, ով պիտի առաջինը զանգի, հա? Ես չգիտեմ, չէ, այսինքն հիմա եթե մենք, պարոն Սուրենյանց, բաց չասենք, որ ինչ սխալներ են թույլ տվել ընդդիմության առաջնորդները, կամ այն երիտասարդ ուժերը, որ առաջ էին եկել, մենք նույն սխալի առջև անդադար Անժելա ջան, մի հատ բան շատ հստակ է իմ համար։ Կոնսոլիդացիա պետք է, բայց դա հստակ բովանդակություն։ Ես հիմա ասում եմ, արդեն 2 անգամ դուք սխալ եք թույլ տվել եւ կոնսոլիդացիա տեղի չունեցել առնվազն վերջին 1 ամսում։ Բայց կոնսոլիդացիան մյուս կողմից իմիտացիայի մակարդակում չկինի։ Տեսեք, քաղաքական ուժերի կոնսոլիդացիան սիրուն բանը տեքստեր չպիտի լինեն։ Սիրուն եւ բան։ Արեգ Նազ Մանուկյանի ձերբակալությունը դա բոլորի խնդիրը պիտի դառնա։ Գագիկ Ծառուկյանինը նույնն է, բայց ես այն օրը ձեր եթերում ասել եմ, քաղաք կալանավորներին հələ շարունակում ենք մերոնց ձերոնց բաժանել։ Այո։ Ինչ-որ տարօրինակ բաներ կա, որ իմ համար հասկանալի չի։ Դրա համար բերեցի ձեր եթերում Վարդան Ղուկասյանի օրինակը, ասեցի ես ու այդ մարդը արժի համակարգով լրիվ տարբեր ենք, բայց ինքը դասական քաղաք կալանավոր է, որովհետև պետությունը չի հանդուրժել իրա որպես ընդդիմադիր մարդ։ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է ու ընտրության պայից սկսած պետությունն իր բոլոր ռեսուրսներով այդ մարդուն հետապնդել է, որ վերել։ Պարոն Սուրենյաց, մինչև հիմա, ուրեմն վերջին 2-3 տարիներ 21 թվականի ընտրությունից հետո Նիկոլը չէր հանդուրժում նրանց, այս կամ այն կերպ հանում էին, չի արանքից, չգիտեմ, ով էր սպանում, մեկին սպանում էին, համենայն դեպս մինչև հիմա բացահայտված չի, կամ հող էիք ստեղծել, որ սպանեին։ Մի ընտրված թաղապետին սպանում էին, մյուսին կալանավորում էին, մյուսին կալանավորում էին, ճիշտ է։ Այո։ Ահա։ Սա նշանակում է, որ Նիկոլը մինչ այդ պահը չէր հանդուրժում նրանց, ովքեր որ իրեն հաղթել են։ Այո։ Գյումրիում հաղթել էին, Մասիսում հաղթել էին, Փարաքյարում հաղթել էին, Սպիտակում հաղթել էին, բազմաթիվ տեղեր համայնքային ընտրություններում հաղթել էին իրեն։ Հիմա այլևս ինքը չի հանդուրժում բոլոր նրանց, ովքեր որ ասում են ընդդիմություն ենք, դուրս են գալիս ընտրության։ Մասնակցում ենք, անգամ մասնակցությունը։ Այո, հիմա եթե այս առաջ միայն հաղթողին չէին հանդուրժում։ Հիմա արդեն մասնակցին։ Հիմա արդեն մասն կարծիք արտահայտողին։ Այսինքն բավտորիտար բան չենք ասում։ Ձեր նախորդ յուրը Տերենիկը ճիշտ էր նկարագրում վիճակը, բայց սողացող ավտորիտարիզմից էր խոսքը։ Սողացող ավտորիտարիզմ չի հիմա Հայաստանում։ Հայաստանում հիմա կայուն ավտորիտարիզմ է, որ ձեր ասած ազատ խոսքի այլակարծության որևէ դրսևորում այլևս չի հանդուրժում։ Կամ կգիտակցեն մոբիլիզացիան տեղի կունենա, կամ ուրեմն ամեն ինչ նորմալ է եւ Եթե մոբիլիզացիան տեղի չի ունենա, արդյունավետ համակարգեր չենք ստեղծի, ուրեմն կներեք, այս ընդդիմությունը արժանի այն անին, ինչին արժանանում։ Մեր ժողովուրդը։ Մեր ժողովուրդն էլ հետը եւ ես որ ասում եմ առաջինի մասին եմ ասում, որ մյուսների։ Հիմա շատ կարեւոր պահ է այդ արդյունավետ համակարգերն ու ընդդիմության կոնսոլիդացիան անում ենք թե գեղեցիկ բաժակաճառեր ու բանա։ Այդ մեկ։ Երկրորդը պատկերացում ունենք փողոցային պայքարը ոնց են գեներացնում թե ոչ, դա երկու։ Երրորդը իրապես պատասխանատվություն կրում ենք ինչ որ ճանապարհային քարտեզով հանգրվանային հասնել իշխանապողության։ Մեկ անգամ ենք դուրս գալու, մի անգամ մի արարով ալնելու, կներեք այդ արդեն ասված բաները, այդպես Նիկոլ Փաշինյանի միտն ա եղել, հիշում եք այն ընդդիմության ժամանակ ասում էր մի անգամ եմ փողոց դուրս գալու, հաղթելու եմ, ամեն անգամ նույն սցենարով չի լինում։ Ընդհակառակը ես տեսնում եմ, որ այս համակարգին կարանք հեռացնենք, եթե իր ատամները կոտրվեն մեր դիմադրության վրա։ Շնորհակալություն։ Մենք հանդիպելու ենք երկուշաբթի, պարոն Սուրենյան, ժամը 12-ին ու եթերում սպասեք մեզ։